Սուրբ Բարդուղիմեոսը Հայաստանում։ Դուք արդեն գիտեք Սուրբ Թադեոսի մասին։ Նա եկավ հայոց աշխարհ, քարոզեց Հիսուսի ավետարանը, կատարեց բազում հրաշքներ ու բժշկություններ։ Լսելով նրան և տեսնելով նրա կատարած գործերը, շատերը հավատացին ու մկրտվելով Թադեոսի ձեռքով դարձան քրիստոնյա։ Երբ եկավ ժամանակը, նա նահատակվեց ու գնաց իր երկնային հոր տուն ու այնտեղից արձագանքում է մեր խնդրանքներին, օգնում բոլոր իրեն կանչող քրիստոնյաներին։ Բայց ամենակարող Աստված չլքեց իրեն հուսացողներին, և Թադեոսի շնորհիվ դարձի եկածներն ու մկրտվածները չմնացին առանց ուսուցչի, մխիթարիչի և սուրբ բարեկամի։ Տիրոջ մյուս առաքյալը, որի անունն էր Բարդուղիմեոս, այդ ժամանակ շրջում էր Արևելքում, Պարսկաստանում և Հնդկաստանում ու կատարում Տիրոջ պատվիրանը, գնալ ու քարոզել հեթանոսներին, մկրտել նրանց հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու։ Նա իր մյուս առաքյալ եղբայրների նման Քրիստոսի զորությամբ շատ հրաշքներ էր գործում, բժշկում և մխիթարում անօգնական ու միայնակ մարդկանց։ Բարդուղիմեոսը հանգստի ժամանակ չուներ, բայց մեծ հավատով, սիրով, համբերությամբ և նախանձախնդրությամբ կատարում էր Աստծո գործը, տարածում ավետարանն ու ձեռնադրում քահանաներ, կազմակերպում էր Քրիստոսի եկեղեցին։ Այդ օրերին էր, որ Բարդուղիմեոսը լուր ստացավ Սուրբ Աստվածամոր ի Տեր ննջելու մասին։ Նա շտապեց վերադառնալ Երուսաղեմ, սակայն երբ տեղ հասավ, արդեն ուշ էր։ Նա չհասցրեց վերջին հրաժեշտը տալ Սուրբ Կույսին։ Բարդուղիմեոսը արցունքն աչքերին ողբում էր։ Առաքյալները նրան մխիթարելու համար որոշեցին բացել Սուրբ Աստվածամոր գերեզմանը, որ նա տեսնի բոլորի երկնային Մորը։ Նրանք գնացին Գեթսեմանի, ուր թաղվել էր Մարիամը։ Երբ բացեցին գերեզմանը, զարմանքից քարացան։ Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չէր։ Առաքյալները հիացած իրար էին նայում, քանի որ հասկացել էին, որ հրեշտակները Սուրբ Աստվածամորը երկինք էին տարել Հիսուս Քրիստոսի մոտ։ Սակայն Բարդուղիմեոսը տխրել էր, քանի որ չէր արժանացել վերջին անգամ տեսնելու իր երկնային Մորը, և առաքյալները մտածեցին այլ կերպ սփոփել նրան։ Հովհաննես առաքյալը գրկեց եղբորը Բարդուղիմեոսին ու համբուրեց։ Բարդուղիմեոսը նրա ձեռքին մի պատկեր նկատեց և շատ զարմացավ, երբ տեսավ, որ դա Աստվածամոր պատկերն է։ Բարդուղիմեոսը հարցական նայեց Հովհաննեսին և հարցրեց. «Սա Սուրբ Կույսի պատկե՞րն է»։ «Այո», պատասխանեց Հովհաննեսը, «վերցրու քեզ որպես հիշատակ և օգնական»։ Ապա շարունակեց. «Ես եմ նկարել փայտի վրա, իսկ Աստվածամայրը դրել է իր լույս դեմքին, որով էլ օրհնվել ու սրբացել է պատկերը։ Սա մխիթարություն և բժշկություն է տալու բոլոր կարոտյալ քրիստոնյաներին»։ Բարդուղիմեոսը վերցրեց պատկերն ու հայացքը վեր հառելով փառաբանեց Տիրոջն այդ մեծ նվերի համար։ Անցան օրեր։ Բարդուղիմեոս առաքյալը Սուրբ Հոգու առաջնորդությամբ ճանապարհվեց դեպի Հայաստան։ Շրջելով հայոց գավառներում բժշկեց հիվանդներին, հրաշքներ գործեց, պատմեց ավետարանը, մկրտեց հավատի դարձածներին, ձեռնադրեց հոգևորականներ ու եկեղեցին հանձնեց Տիրոջ խնամքին։ Հետո նա հայոց հողում եկեղեցի կառուցեց, նվիրեց այն Սուրբ Աստվածամոր հիշատակին ու այնտեղ դրեց Սուրբ Կույսի նվիրական պատկերը։ Եկեղեցու մոտ կուսանոց ստեղծվեց։ Բարդուղիմեոսը կույսերի համար խրճիթներ կառուցեց և իր աշակերտներից մեկին քահանա կարգեց։ Մարդիկ գալիս էին եկեղեցի, որտեղ Սուրբ Կույսի բարեխոսությամբ և խնդրանքով բազում հրաշքներ էին կատարվում։
Սանատրուկը, որ Հայաստանի թագավորն էր, բարկանում էր լսելով Բարդուղիմեոսի առաքելության մասին։ Իսկ երբ թագավորի քույրը ոգուհին գնալով Բարդուղիմեոսի մոտ մկրտվեց, Սանատրուկը կատաղեց և որոշեց ազատվել թե առաքյալից և թե քրոջից։ Հայոց հազարապետը թագավորի հրամանով գնաց նրան սպանելու։ Սակայն երբ նա տեսավ Սուրբ առաքյալի առաքինի կերպարանքը, չկարողացավ կատարել թագավորի հրամանը, ավելին, լսելով Բարդուղիմեոսի քարոզը Հիսուսի մասին, ամբողջ սրտով հավատաց և խնդրեց նրան բժշկել իրեն, քանի որ տառապում էր անբուժելի ախտով։ Գիշերով առաքյալը մկրտեց հազարապետին։ Մկրտության ժամանակ Սուրբ ավազանի վրա մի լուսավոր ամպ երևաց և պայծառ լույսով լուսավորեց շրջակայքը։ Երբ հազարապետը դուրս եկավ ջրից, նա արդեն առողջ էր։ Սանատրուկը էլ ավելի զայրացավ, երբ լսեց այդ պատմությունը։ Նա այս անգամ ուղարկեց իր նախարարներից մեկին, այս մեկը կատարեց թագավորի հրամանը։ Նահատակվելուց առաջ Բարդուղիմեոսը ծունկի եկավ ու խնդրեց Աստծուն. «Տեր Աստված, մի անտեսիր այս երկիրը, թող թշնամին չավիրի այն, տուր քո ողորմությունը, որպեսզի դադարեն կուռքերին պաշտելուց, տուր նրանց հովիվ և առաջնորդ, որպեսզի միայն քեզ ընդունեն որպես ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոսին, ում ուղարկեցիր»։ Երբ սուրբի աղոթքն ավարտվեց, մի լուսեղեն կամար ծագեց նրա վրա։ Բարդուղիմեոսը երկինք նայեց ու ավանդեց հոգին։ Անմիջապես աստվածային հրաշքով նրա մարմնից անուշահոտություն բուրեց։ Եվ ահա Սուրբ Թադեոսը, որ նրանից առաջ երկինք էր տեղափոխվել, ընդառաջ եկավ Բարդուղիմեոսի հոգուն, և նրանք միասին վեր գնացին այն նույն ճանապարհով, որով եկել էր Աստծո Սուրբը Թադեոսը։ Սուրբ Ոսկյաններ և Սուքիասյաններ։ Սիրելիներ, շարունակենք պատմել, թե ինչպես Հայաստանը դարձավ քրիստոնյա երկիր։ Բայց մինչ այդ եկեք միասին վերադառնանք այս սքանչելի ու խորհրդավոր պատմության սկզբին և պատկերացնենք մի մեծ, շատ շքեղ թագավորական պալատ, որը գտնվում էր Հայոց Եդեսիա քաղաքում։ Ինչու կհարցնեք դուք, որովհետև ամեն ինչ սկսվեց հենց այդ պալատից և այն թագավորից, որ բնակվում էր այդ պալատում։ Դե իհարկե դուք հիշեցիք Աբգարին, որն ապրում ու թագավորում էր այն հեռավոր ժամանակներում, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս շրջում էր Պաղեստինում, քարոզում, հրաշագործում, բժշկում ու հարություն տալիս մարդկանց։ Եվ Հիսուս շատ շուտով պիտի խաչվեր այն մարդկանց ձեռքով, ովքեր այդպես էլ չհավատացին, որ նա է Աստծո որդին, և իր թաղումից հետո երրորդ օրը պիտի հարություն առներ և հետո հմբարձվեր երկինք հոր մոտ։ Աբգարը, որ տարիներով անբուժելի հիվանդ էր, նամակ է գրում Հիսուսին և խնդրում բուժել իրեն։ Նա ամբողջ սրտով հավատում էր, որ Աստծո որդին անպատասխան չի թողնի իր խնդրանքը։ Այդպես էլ եղավ։ Հիսուս ոչ միայն պատասխանեց նրա նամակին, այլև մի թաշկինակ ուղարկեց, որի վրա արտատպված էր իր աստվածային դեմքի պատկերը։ Այդ պատկերը Հիսուսի հրամանով Աբգարին բերեց Թադեոս առաքյալը։ Նա եկավ ու հոր, որդու և Սուրբ Հոգու անունով բժշկեց տառապյալ թագավորին։ Հայոց արքան մեծ երջանկության մեջ էր։ Նա ոչ միայն բժշկվեց, այլև դարձավ քրիստոնյա և մինչև կյանքի վերջը կատարյալ ու սուրբ հավատով պաշտեց երկնային թագավորին։ Այդպես Աբգարը դարձավ
առաջին քրիստոնյա թագավորը ողջ աշխարհում։ Թադեոս Առաքյալը Աբգարի մահից հետո էլ շարունակեց քրիստոնեություն քարոզել։ Նա ամենուր պատմում էր Սուրբ Ավետարանը, մկրտում դարձի եկածներին, երկնային զորությամբ գործում հրաշքներ, բուժում հիվանդներին։ Թադեոսը մկրտեց մինչև անգամ Սանատրուկ թագավորի աղջկան Սանդուխտին, այն դաժան ու անհավատ թագավորի, որը հայոց գահ էր բարձրացել երանելի Աբգարից հետո։ Հենց նրա ձեռքով էլ նահատակվեցին Սուրբ Թադեոսն ու Սուրբ Սանդուխտը, եւ այդպիսով Սանդուխտը դարձավ հայոց առաջին սրբուհին։ Ամենակարող Աստված, տեսնելով, որ հայերի մեջ շատ ջերմեռանդ ու բարի հավատացյալներ կան, չլքեց իր հոտը եւ մի նոր հովիվ ուղարկեց։ Նահատակված Թադեոսի փոխարեն Հայաստան եկավ Հիսուսի Բարդուղիմեոս առաքյալը։ Նա Սուրբ Հոգու առաջնորդությամբ շարունակեց իր նախորդի առաքելությունը։ Բայց մինչ Բարդուղիմեոսի գալը հռոմեացի պատգամավորներ եկան Հայաստան։ Նրանց Սանատրուկ թագավորի մոտ էր ուղարկել Հռոմի կայսրը։ Թադեոս Առաքյալը դեռ ողջ էր, եւ կայսեր պատգամավորները հանդիպեցին նրան։ Տեսնելով նրա կատարած հրաշքները եւ լսելով ավետարանի խոսքը, հռոմեացիները հավատացին Աստծո անսահման զորությանն ու փառքին, լուսավորվեցին հոգով ու ընդունեցին Հիսուս Քրիստոսին։ Այդպես կրապաշտները դարձան աստվածապաշտ եւ ամենուր հետևում էին Թադեոսին։ Երբ նրանք ի վերջո հասկացան, որ այլևս միայն ու միայն Աստծունն են, մկրտվեցին եւ որոշեցին չվերադառնալ Հռոմ։ Քրիստոնյա հռոմեացիները վաճառեցին իրենց ամբողջ ունեցվածքն ու բաժանեցին աղքատներին։ Մի օր Թադեոսը նկատեց, որ նրանցից մեկը շատ է աղոթում եւ արդեն անգիր գիտի ավետարանը։ Այդ մարդու անունը Ոսկի էր։ Թադեոսը հասկացավ, որ ոսկին պատրաստ է Քրիստոսին ծառայելու եւ նրան քահանա ձեռնադրեց։ Ոսկու ընկերները ցնծության մեջ էին, քանի որ նա էր դառնալու իրենց համայնքի հոգևոր հովիվը։ Եվ երբ Թադեոսը նահատակվեց, ոսկյանները գնացին ապրելու լեռներում, եւ ոչ ոք չգիտեր նրանց բնակության վայրը։ Լեռներում ոսկյանները ապրեցին 40 տարի եւ իրենց օրը անց էին կացնում աղոթքով, պահքով եւ հրեշտակային վարքով։ Եվ երբ հայոց աշխարհում թագավորեց Արտաշեսը, ոսկյանները Սուրբ Հոգու առաջնորդությամբ իջան լեռներից եւ ուղևորվեցին արքունիք Արտաշեսին ու նրա կնոջը Սաթենիկին Տիրոջ խոսքը քարոզելու։ Թեև թագավորական ընտանիքը չընդունեց Տիրոջ ավետարանը, բայց նաև չարգելեց ոսկյաններին քարոզելու։ Այդ օրերին Սաթենիկ թագուհուն այցի էին եկել իր ազգականները Ալանների երկրից, որը Կովկասում է։ Ահա նրանք լսելով ոսկյաններին ընդունեցին ու հավատացին Սուրբ Ավետարանին եւ որոշեցին մկրտվել։ Ալանները 17 հոգի էին։ Նրանց գլխավորում էր Սուքիասը։ Նա էր, որ տարավ բոլորին դեպի լեռները ապրելու ոսկյանների հետ եւ ավելի լավ սերտելու ավետարանական ճշմարտությունները։ Շատ չանցած Արտաշես թագավորի երկու որդիները սկսեցին փնտրել իրենց Ալան բարեկամներին։ Երկար որոնելուց հետո գտան նրանց լեռներում։ Շատ խնդրեցին, որ Սուքիասյանները վերադառնան արքունիք, բայց ապարդյուն։ Թագավորի որդիները դիմեցին ոսկյաններին, որպեսզի նրանք համոզեն իրենց ազգականներին, սակայն ոսկյանները ոչ միայն մերժեցին, այլև շատ ուրախ էին տեսնելով Սուքիասյանների հաստատակամ հավատը։ Արքայորդիները իրենց ողջ զայրույթը թափեցին ոսկյանների վրա,
Նրանք սպանեցին Քրիստոսի ծառաներին ու վերադարձան պալատ։ Սուքիասյանները ողբում էին իրենց հոգևոր եղբայրների մահը, բայց նաև գիտեին, որ բոլոր սրբերը մահվանից հետո գտնվում են իրենց սիրելի Տիրոջ Հիսուս Քրիստոսի մոտ։ Սուքիասյանները այդպես էլ չվերադարձան ոչ հայոց արքունիք, ոչ էլ իրենց հարազատ երկիրը։ Նրանք ապրեցին լեռներում երկար տարիներ։ Սակայն չարը նրանց հանգիստ չթողեց։ Տարիներ անց Ալանների երկրից մի զորական մարդ եկավ, գտավ Սուքիասյաններին ու սկսեց համոզել, ուրանալով քրիստոնեությունը վերադառնալ հայրենիք։ Սուքիասյանները պատասխանեցին. «Մենք ապրում ենք այստեղ Աստծո օգնությամբ և հավատում ենք երկնքի ու երկրի Արարչին և նրա որդուն Հիսուս Քրիստոսին։ Մեր տունն այստեղ է մինչ մահ, մինչև Տիրոջ տուն ճանապարհվելը, որտեղ մեզ սպասում է հավիտենական կյանքը»։